պեկի մեր գործընկերները կամ տնտեսական բլոկի մեր գործընկերները նայում են, ով կհիշի, որ մի հատ այս ձեր հարցի պատասխանը ձևակերպենք, ձեզ ասենք։ Եթե այդտեղ տեսնենք խնդիր կա, որը օբյեկտիվ խնդիր է եւ պետք է լուծվի, կլուծենք։ Ես նկատի ունեմ տենց հարցերը դուք էլ ակտիվ եղեք։ Ներողություն եմ խնդրում, երկու ռեժիմ կա։ Մի ռեժիմը հետեւյալն է, որ վայ, էս ինչ է, բա սրա համար ենք հեղափոխություն արեք, կերան, էս արին, են արին եւ այլն, այդ մի ռեժիմ, որ էլի ռեժիմ է, այս բան չունեմ ասել։ Երկրորդ ռեժիմը կա, որ հետեւյալն է։ Կա այս խնդիրը կոնկրետ ձևակերպած, կա այս խնդիրը կոնկրետ ձևակերպած, կա այս խնդիրը։ Ես ձեզ խոստանում եմ, հիմա դուք ասեք, ես ենթադրում եմ կարող է պատասխանը կա, բայց ձեր հարցը մնաց ինձ հետ։ Ես հիմա պետք է գնամ ձեր հարցի վրա մտածեմ, կարող է մի այնպիսի փաստար կլինի, որ մենք վերադառնանք, ասենք, չէ, գիտեք, այն համակարգը, որ կա ճիշտ է, այս պատճառով, բայց եթե մենք կտեսնենք փաստար, որ ձեր ասածն է ծանրակշիռ, մենք նաև այդ կարգավորումները կանենք։ Ես եմ շնորհակալ, հաջողություն ձեր գործին։ Կներեք քիչ ամոթս, դրա համար ամեքիդ մի հատ չեմ նվիրում։ Բարև ձեզ, ո՞նց եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Եկեք մի հատ նվիրեմ ձեզ սրանից, բայց այս ձմեռային շորերին ինձ դժվար է կպնում։ Էսա տենակ էս։ Լավ, դուք կկպցնեք հետո։ Հա չեմ, ես եմ թարս կպցնում, հատ է փորձեմ։ Դուք կկպցնեք։ Ձեզ էլ նվիրեմ։ Ձեր շորն էլ է ձմեռային։ Շնորհակալություն։ Հա, կանաչից շատ սիրում։ Հա կանաչից, բայց չի կպնում։ Դուք հետո կկպցնեք։ Բարև, լավ է։ Ոնց է գործը։ Նորմալ։ Իհարկե կա։ Իմ ձեռքով բայց որ չկպնի։ Կկպնի։ Ահա, ասես էլ ունի շատ քաղաքական պարզ հայացք։ Շնորհակալ։ Բարև ձեզ, ոնց է։ Ես հարց ունեմ։ Համեց 3 տղա ունեցողների։ եկեք մի հատ առաջ։ 3 տղա ունեմ, 3-ն էլ ամուսնացնելու են։ Ծրագիր չունեք այդպիսի էլի, ասենք որ ինչ անենք։ կարողանանք ամուսնացնենք։ Ամուսնացնելու ծրագիր չունենք։ Ամուսնացնելու։ Վարչապետ, ես ուզում եմ իմանամ, ասենք 3 տղա ունեմ, 3-ն էլ ամուսնացնելու։ Այդպես ծրագիր եմ ուզում, Ինչ ծրագիրի։ ամուսնացնեմ, տեղավորեմ։ Ինչ ծրագիր։ Քանի ապահովենք։ Ինչ ծրագիր։ Քանի տարեկան է։ Մեծը 30։ Անվարջ։ 30 Երեխա ունեցող ընտանիքների բնակ ապահովում։ Չէ, մի րոպե, մայրիկը 30 տարեկան տղաների մասին է խոսում։ 30 տարեկան տղաները մեծը 30։ պետք է աշխատեն, պետք է աշխատեն, պետք է սիրահարվեն, ամուսնանան, կառավարությունը ինչ անի։ Իսկ դուք 3 աղջիկ ունեք, մեկին չեք առաջարկում։ Ես չէ, որովհետև աղջիկների որոշումը ես չեմ կարող կայացնեմ։ Որոշումը իրանք հասուն մարդիկ են, իրանք պետք է կայացնեն։ Մեծերը, փոքրը։ Շնորհակալություն, բայց կուզենամ որ մտածեք։ Մենք չէ, տեսեք, պարոն Թորոսյան, եկեք այն սոցիալական ծրագրերը։ Նախ մենք ինչ սոցիալական ծրագրեր ունենք։ Նախ մենք ինչ ենք, մենք մարդկանց մղում ենք կրթության եւ աշխատանքի, որ կրթվեն, աշխատեն, աշխատանքով վաստակեն, որովհետեւ նրանք ովքեր ունեն շատ լավ կրթություն, նրանք սոցիալապես ապահովված են։ Երկրորդը, երեխայի, երբ որ ամուսնացան, երեխայի նոր կազմված ընտանիքների համար հիպոթեկի աջակցության ծրագիր ունենք, կանխավճարը հիպոթեկի վճարվում է։ Հետո երեխա ունենալու դեպքում մենք բան ենք անում, հիպոթեկի որոշակի չափով միանվագ վճարում ենք անում։ Երկրորդ երեխայի դեպքում էլի աշխատում է ծրագիրը։ Երրորդ երեխայի դեպքում մինչև 6 տարեկանը ամիսը 50,000 դրամ աջակցություն ենք ցուցաբերում։ Մայրիկին մինչև 2 տարեկան խնամքի համար կապված 50,000-ից
31.5-ից մինչև 69. 31-ից 60,000, այսինքն ամուսնանալու հարցում մենք մեր դերակատարումը չենք տեսնում, ամուսնությունից, բայց խրախուսում ենք, ամուսնությունից հետո հետագա կյանքում ուղեկցում ենք։ Մտածեք մյուս բաների մասին։ Լավ է։ Մեր լավ ակալություն որ դուք կաք պարոն։ Ես եմ Շնորհակալ եմ, որ դուք կաք։ Ռայոնով գտնած բոլորը կան։ Որ խնդրեմ հարցում են մամաս կնկարես կնկարեմ։ Մեր ուսուցիչը Շնորհակալ եմ բոլոր Ուսուցչու եք, ատեստավորվել եք։ դեր ոչ Ատեստավոր։ դուրս եկել երեկոյի Աստված պայ, երրորդ երեխա ստանում եք, իսկ մինչև 2 տարեկանի ստացել եք։ Դե 50,000-ն էլ անկանխիկ որ ծախսեք բացին կդառնա։ Ամեն ինչի Անկանխիկ վերադարձի եւ հաջորդը սպասում ենք, որ ատեստավորեք, լիքը մամաներ սպասում ենք, որ ատեստավորվեք, որ ատեստացիայի այդ խաղներն, սխալներով խնդրում եմ ոչինչ, ուշադիր կլինենք, կլավացնենք, ոչ մի բան, որ սկսվում է, կատարյալ չի լինում։ Ընդ որում, ես ուզում եմ ասել, բանի հաջորդ փուլում արդեն երկրորդ անգամ ատեստավորումը բացվելու է, ու երկրորդ անգամ ատեստավորվողների դրույքը արդեն լինելու է 300,000 դրամ։ Լավ է։ Ձեզ առողջություն։ Շնորհակալ։ Առողջություն, Աստված պահապան։ Ամբողջ բյուրականը, ձորապը ձեզ։ Մարիկ ջան, լսում եմ, բարև ձեզ, ոնց եք։ Շատ լավ եք դուք, միշտ մեր գլխին կանգնած ելնեք, իսկ մեր հետ ելնեք։ Արևորը ձեր լավ ելնա, տղա ջան։ Ձեզ նվիրեմ մի հատ սրանից։ Հա, Կամենում եք։ կարելի է կպցնեմ։ Իհարկե կամենում։ Իհարկե կամենում։ Եթե կարելի անգել Պաշտոնյան մի հատ ինձ նվիրեք։ Իհարկե կարելի է։ Ուրախ եմ։ Ուրախ եք, ձեր շատ զարմանում կա։ Այս sense որ այս հաստիճ չի կպնում, էլի։ Շնորհակալություն։ Ինչով եք զբաղվում։ Իսկ ասած տաքսի եմ քշում, բայց իմ մասնագիտությունը կրանով չի գնա։ Հիմա մի րոպե տաքսի եք վարում։ Ասում են տաքսի վարողները ընդդիմադիր են մեզ եւ այսինքն դուք ձեզ քաղաքական քվեարկելու եք մեր օգտին առաջիկա ընտրություններում։ Միշտ։ Դե արդեն 2 տաքսի վարորդ տեսանք, ովքեր մեզ ընդդիմադիր չեն։ Ես ճիշտն ասեմ, 20 տարի եղել եմ Մոսկվա։ Ես 4 երեխաներ հայրիկ եմ։ Գնացել եմ Ռուսաստան, որ կարողանամ երեխեքից պահել։ 18 թվականի հեղափոխությունից հետո մի անգամ էլ գնացի մինչև 19-ից հետո եկա, որ ստե մեր հայրենիքում աշխատեմ, ուղղակի առողջական խնդիրներ ստեղծվա, վրակ, մրակ, եսի ինչ։ Հա, Բայց հիմա լավ եք բուժվել եք։ Հա, բուժվել եմ։ Որտեղ եք բուժվել։ Հայրիում։ Իսկ պետպատվերով եք բուժվել։ Չէ։ Լրիվ անձնական ոչ եմ։ Այդ կտրվածքով ուղղակի որ հիմա մի քիչ թուլեմ, դրա համար չեմ կարելի։ Սիրած մասնագիտությամբ աշխատեմ, տաքսի եմ քշում, որ այնքան որ Շատ լավ տեսք ունեք, ես էլ չեմ բողոքում, փառք Աստծո։ որ վերադարձել եք ու մնացել եք, այդ ամենակարևոր արդյունքն է։ Ուրիշներին էլ եմ խրախուսում, որ գան չտան։ Հաճույքով։ Պարոն Ալեքսանյան։ Մի րոպե։ Հա, գրպանի մեջ։ Ոչինչ որ գրպանը։ Հաճույքով։ Ձեր